անգամ ներողություն նորաձև կրթվելը չօգնեց հասկանալ, որ այո, ընտանիքը դա անընդհատ աշխատանք է, որ դա բացառիկ արժեք է, որ դու պիտի պայքարես ընտանիքում այդ կայունությունը, չգիտեմ, թեպետ սա համոզմունք ունեմ, որ սա այն մատ ժողովրդական, ես որ ջահել էի երեխայա, շուտ ասում էին մանրից ցվրվելու տարբերակն է։ Իմ մոտ անկեղծ այդ տպավորությունն է, որ քիչ-քիչ դուրս է գալի Նիկոլը խաղից եւ նաեւ ընտանիքն է փորձում հանել խաղից, որովհետեւ ինչքան էլ փորձեն կեղծել այդ բրիգադները ֆեյքերի գնան տարբեր տեղեր քվեարկեն, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ունի ֆանտաստիկ ցածր ռեյտինգ, բայց դա խնդրի մի մասն է, որովհետև սոցիոլոգիայի մեջ կա ռեյտինգ եւ անտի-ռեյտինգ։ Որևէ մեկը ժողովրդի կողմից մերժված նախկին իշխանություններից որևէ մեկը չունի այդքան անտի-ռեյտինգ, այդքան բարձր անտի-ռեյտինգ, ինչքան Նիկոլը։ Հետևաբար սա իր համար խնդիր է, ու այդ ցայտնոտ այդ հիստերիկ շարժումները, այդ անընդհատ ինչ որ մեկը մյուսից բարյա զուրկ հայտարարություններ անելը, սա շատ նորմալ է, իր տրամաբանության մեջ տեղավորվում է։